կարող եք մի փոքր ամփոփել ինչ վիճակ է հիմա։ Բավական ակտիվ է, շուրջ 200 ընտրող արդեն քվեարկել են, մոտավոր։ Հույս ունենք, որ նույն ակտիվությամբ կգնա, կուտակումներ չունենք, ամեն ինչ նորմալ է։ Դուք ձեր պարտքերը ԿՊ-ին մարել եք, այսպես ասած, որովհետև սեպտեմբերին կայացած վարչության ընտրությունների ժամանակ ասացին Հակոբ Արշակյանը անդամավճարը չի հասցրել վճարել։ Գիտեք, թե ես որևէ տեղ պարտք ունեմ, չունեմ, մի քիչ հասկանում եմ, որ այդպես հետաքրքիր թեմաներ են մամուլի համար, բայց համոզված եղեք, որ ես որևէ տեղ որևէ մեկին պարտք չունեմ։ Մեկ հավելում գործընկերության հարցին ներեցիք ձեր թիմակիցներին, որ այդ ամենը այդպես հանրայնացրեցին, այդպես շատ հաճախ դա նաև ինչպես հանրության շրջանում այդպես հումորի, ծաղրի արարքա դարձավ։ Ես որևէ մեկին ներելու հարց չունեմ։ Շնորհակալություն։ Հիմնական անդամներից եք այդ փոքր հարցը այդպես բարձրաձայնեցին, թույլ չտվեցին համը։ Բարձրաձայնողը։ Եթե փոքր հարցը չբարձրաձայնի։ Նայեք, դուք ինքներդ ձեզ հակասում եք, կամ ասում եք ներեցիք, հետո ասում եմ, որ ներելու ոչ մի առիթ չեմ տեսնում, հետո ասում եք այդ փոքր հարցը բարձրաձայնեցին։ Եթե փոքր հարցը էլ ինչ կա, ներելու կամ չներելու կամ չբարձրաձայնելու։ Բարձր դրանից էլ ես չեմ համարում, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի չարամտությամբ ինչ-որ բան արել է։ Կարգա, այդ կարգի համապատասխանությունը պիտի պահվի, ես որևէ տեղ տարօրինակ բան չեմ տեսնում։ Ես տարօրինակ բան եմ տեսնում, երբ որ անիմաստ թեմաները փքվում են։ Պարոն Արշակյան, ինչով եք վստահ, որ օրինակ այս ընտրությունները ԿՊ վարչության ընտրությունների պես չեն ձախողվի հայտնի դեպքի հետ։ Ես չեմ համարում, որ որևէ մեր արած ընտրություն ձախողվել է։ Վերահաշվարկ եղավ։ Ավելին է, ոչինչ, վերահաշվարկը նորմալ բան է։ Այստեղ էլ եք նախատեսում։ Տեխնիկական հարցեր են, հնարավոր է, որ լինի ինչ-որ մի հատ տեխնիկական թեթև թերություն եւ վերահաշվարկել դրա համար է, որ որևէ մեկի մոտ հանկարծ կասկած չառաջանա, որ այդտեղ տեխնիկական հարցերը լուծված են։ Ես ձախողման մասին ձեր կարծում եմ, որ չափազանցված եւ ոչ տեղին գնահատականն է։ Եվ ես ձեր ուշադրությունը ուզում եմ դարձնեմ ոչ թե տեխնիկական հարցերի վրա, այլ բովանդակային հարցերի վրա, որ այսօր Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցությունը իր ներսում այնպիսի համակարգ ունի, որը դեմոկրատական ամենաբարձր ստանդարտներին է համապատասխանում։ Ես կարծում եմ դա գնահատելի է եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդն էլ դա գնահատում է։